Քաղաքացիական պայմանագիրը արտահերթ ընտրությունների կարիք չի տեսնում, բայց հենց վաղն էլ պատրաստ է գնալ խորհրդարանական ընտրությունների։ Լրագրողների հետ ճեպազրույցում շեշտեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, արձագանքելով ընդդիմության պնդումներին, թե իշխանությունը իր ծրագիրը չի իրականացրել, հետևաբար պետք է հրաժարական տա։ Աշխարհում գոյություն չունի որևիցե կառավարություն, որ 100%-ով մաթեմատիկական ճշմարտությամբ կատարում է բոլոր այն բաները, որոնք որ գրված են կառավարության ծրագրի մեջ, որտեղ իրողությունները փոփոխական են։ Մեր երկրում վերջին 5 տարվա ընթացքում 2021 թվականից հետո տեղի են ունեցել Ղարաբաղյան դեպքերը, հայերի դուրս հանումը Ղարաբաղից, 2023, 2022, 2021 թվականի ռազմական այդ իրողությունները Հայաստանի Հանրապետության քաղաքականության եւ բյուջեի կատարողականի վրա ազդեցություն ունենում է, թե չի ունենում։ Ըստ Սիմոնյանի, հենց ընդդիմությունն է, որ պատրաստ չէ ընտրություններին։ 2021 թվականին, երբ որ կյանքի եւ մահի հարց էր, պատերազմից 6 ամիս էր անցել, իշխանությունը ընտրություն կազմակերպեց եւ ընտրությունները ինքը այսօր արդեն նաեւ հրապարակայինորեն ընդունում է, որ լեգիտիմ է իշխանությունը։ Իրանք ինչ ընտրություն, իրանք եկել ասել են, եկեք Վազգեն Մանուկյանին տանք, հետո եկեք Կանադայի քաղաքացի Վազգեն Գալստանյանին տանք, հետո կորոշեն։ Իրանք ընտրությունների պատրաստ չեն։ Ազգային ժողովի նախագահը վստահ է, առաջիկա ընտրություններին քաղաքացիական պայմանագիրը 50%-ից ավելի շատ ձայն է ստանալու։ Ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը, մասնավորապես ամսի 8-ի համաձայնագրից հետո եւ այն քայլերից հետո, որոնք արվում են եւ արվելու են միջև ընտրություններ, եթե առաջ մտածում է 51-ը հաստատ կլինի, ես հիմա վստահ եմ, որ մենք շատ ավելի շատ ձայն ենք ստանալու, քան 2021 թվականի ընտրություններին։ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ նաև պաշտպանական բյուջեի նվազմանը, խաղաղության նախաստորագրված պայմանագիրն արդյոք դրա պատճառներից է։ Կրկնում եմ, որևիցե մեկի կողմից պահանջ չի եղել նման բան, որը որ մենք հաշվի ենք առել եւ դրանից ելնելով նման որոշում է կայացվել։ Երկրորդը, բոլոր որոշումները, բոլոր ռեֆորմները պայմանավորված են մեր երկրի Ինչ վերաբերվում է այդ մասով ընդդիմության մեղադրանքներին, խորհրդարանի ղեկավարն ասաց. Ընդդիմությունը, որ իր բյուջեն իր օլիգարխներով մեծացնում է, կարում է աղքատ ԿՊ-ից իշխանություն վերցնի։ Կարծես թե ոչ, որովհետև դրանով չի որոշվում եւ օպտիմալացումը եւ ինչ որ չափ բանկ տեղափոխելը որևիցե նշանակություն չունի։ Իրանք շատ բան են ասում։ Այսինքն ինչ իրանք ենթադրում են, որ մենք պետքա մեր բյուջեն այնքան մեծացնենք, որ Ադրբեջանի նավթ ունեցող եւ գազ ունեցող Ադրբեջանի կամ ՆԱՏՕ երկրորդ բանակ Թուրքիայի հետ, այդ ինչքան ասենց ասեմ, ամբողջ բյուջեն է դրա մասին չի, դա բանա, դա կներեք ներողություն եմ խնդրում, թող ոչ մեկ չնեղանա, անկեղծ չեմ ուզում որևիցե մեկին վիրավորեմ, բայց դա համ դեմագոգիա, համ մանկամտություն է, ով ավելի շատ փող ունի, նայա ճիշտ տրամաբանությունը, կներեք, բայց այդ բառագամ չի գործում։ Հետո երկրորդը Պարտադիր չի դու շատ ծախսես, պարտադիր դու արդյունավետ ծախսես։ Մի բանը արդյունավետ ծախսես, մի բանը շատ ծախսես, ու չգողանաս կարևորը։ Ընդգծեց, բոլոր որոշումները, որոնք կայացվում են, կապ ունեն մեր երկրի շահերի հետ։ Հետևաբար սահմանադրությունը փոխելու վերաբերյալ եւս որևէ մեկից որևէ պահանջ չի եղել։ Այդ փոփոխությունների գործընթացը սկսվել էր դեռևս 2020 թվականին, կորոնավիրուսից առաջ։ Չորրորդ հանրապետության վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էլ ըստ նրա կուսակցության դիրքորոշումն է, որը նախապես քննարկել են։ Խորհրդարանի ղեկավարն անդրադարձավ նաև Թրամփի ուղու հետ կապված մտահոգություններին։ Որովհետև մեր ընկալման մեջ եղել է արտատարածքային միջանցքի տրամաբանություն։ Մի տարածք, որը որ պայմանականորեն, վերահսկվելու էր ենթադրենք ռուսական ուժերի կողմից, լինելու էր Հայաստանի Հանրապետությունը դրա վրա որևիցե ինքնիշխանություն չէր ունենալու եւ հաճախ դա համեմատում են նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ գոյություն ունեցող Լաչինի միջանցքի տրամաբանության մեջ, դա մեր իշխանությունը անդադ ասում էր մենք մի միջանցքի անուն ենք տեսել եւ դա Լաչինի միջանցք։ 5 հիմնական սկզբունքները ֆունդամենտալ են եւ դրանից զատ ինչ որ խոսացվում է, դա չգիտեմ, ցնդաբանություն է։ Նույն 5 միջազգային սկզբունքները եւ նույն տրամաբանությունը գործում է, օրինակ Զվարթնոց օդանավակայանում, գործում է Պարսկաստանից, օրինակ Պարսկական բեռը, որ գալիս է պայմանական, որ պետքա գնա Վրաստան։ Ազգային ժողովի նախագահը հույս հայտնեց, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կստորագրվի մինչև տարեվերջ։ Մերի Խաչատրյան, լուրեր։